Բարի ժողով ջան։ Մենք դուրս ենք եկել զբոսանքի։ Այստեղ էլ իմ թորնիկը։ Դուրս ենք եկել զբոսանքի, ես բերանը ստիպած պետքա ծածկեմ, ես ուղղակի կփորձեմ կադրեր նկարեմ ձեր համար ցույց տամ։ Մեկ այսպես չգիտեմ ձայնս ոնց է լսվում։ Աշոտին էլ կխնդրեմ մեկնաբան, ինքը Երևանը շատ լավ գիտի, տարբերություն ինձ։ Ինքը այստեղ ուսանող ա եղել երկար։ Էս։ Մեր դիմացին է Մերգելյանի այգին է։ Հա։ Դե Մերգելյանի գիտահետազոտական ինստիտուտն է։ Հա, դիմացի շենքը։ Հա։ Խորհրդային տարիներին գիտական ամենախոշոր կենտրոններից մեկն էր ամբողջ խորհրդային միությունում։ Կարծեմ Գույք պարկի դիմաց, որ Քոչարյանը նվիրաբերեց կարևորագույն գործարանները, մեր գործարանները Ռուսաստանին, դրանցից մեկն էլ, այստեղ է երկու գործարան կա Մերգելյանը, մեկը գործարանն է, մեկը հետազոտական ինստիտուտը, բայց ես չեմ հիշում որ նավակյալն դրանց։ Ջերմաստիճանը չասեցի, ժողովուրդ ջան, +5 աստիճան է, բայց երկից մտցեցին, ես դեռոց չվերցի։ Ինչև է, գնացինք, ոտքով ենք գնալու, մինչև ուր ենք գնալու, Կասկադ, օպերա ենք գնալու, օպերայի շենք, էլի օպերա չենք գնում լսենք։ Եթե Սվետլանայի տեմպերով գնանք, բայց երևի մի 4 ժամից հազիվ ինձ լինենք։ Հա, չէ, ես կանջատեմ կգնանք, հետո կանգնեմ կնկարեմ, լավ։ Ես կանգնել եմ նկարելու, Աշոտն ու Տաթևս, իմ թորնիկը առաջ գնում են։ Նկարեցի վերջացի, քայլում եմ որ գնամ, տեսնեմ իրանք չկան։ Ասի սրանք հաստատ մի տեղ թաքնվել են։ Այդպես էլ կար, եկա տեսնեմ դալանի տակ թաքնվել են։ Ասում տեսենք հենց ինչ պետք է անես։ Այ լավ հալվում է ժողովուրդը, լավ հալվում է։ Նայեք հլը Այս ծև սառած էր, երեկ էլ ձուն եկա վրայից, հիմա լավ հալվում է։ Ես հետը փողոցները կնկարեմ, գիտեմ, որ հատկապես Երևանում ապրածների, երևանցիների համար շատ հետաքրքիր կլինի։ Երևանցի ասելով նկատի ունեմ, ովքեր որ հիմա դրսում են ապրում, որովհետև բնականաբար տեղում ապրողները իրանք հենց մետրո Ես բայց չգիտեմ ինչ որ մետրոյի կայարանն է։ Գետն անցումով ենք անցնում։ Սենց ենք բարձրանալու, հա? Ինձ սիրուն են, մի հատ նկարեմ նոր անցնեմ, ձեզ էլ ցույց տա։
այս ցրտին Աշոտը սառը ջուր ա խմում։ Երևի միակ երկրն ու քաղաքն է, որ կարաս փողոցում ցայտակտուրի ջուր խմես։ Մաքուր զուլալ անարատ ջուր։ Այն կողմում ժամացույցի գործարանը մնաց, Աշոտն ասեց, էլի գիտեք, դե ես չգիտեմ։ Գնացինք առաջ։ Լքված տունն է, ժողովուրդ, ապրող չկա, մնացել է, հա։ Վաճառվում է տարածք, կանք ինչ շենքեր են, ոնց որ ապրող էլ չկա, հա, հակեն։ Էլ ես պիսոյ ժողովուրդ, մրսում էիս հա պիսո ջան, վայ։ Ես Բաղրամի մի հատ էլ ստե պիսո կա, Կապիկներից պլաստիկի համար։ հա, այստեղ կա դրած, տես մեր կողմերում չկա դրած։ Այստեղ նայեք աղբի սորտավորման համար կան դրած շշերի, ալյումին, պլաստիկ, բայց օրինակ այնտեղ կոմիտաս այդ բանի մոտ չկա։ Երևի ավելի մեծ տեղերում է դնում, չգիտեմ, բայց լավ է, որ այստեղ կա։ Բաղրամյան պողոտայի վրա ենք ժողովուրդը։ Դեռ ահագին պետք է քայլենք, այս տակ է հիմա։ Այստեղ շինարարություն է, առանձնացրած է, ինչ է սիրուն տեղ են սարքել, սիրուն տեղ են գույնի։ Երորդ պիսոն է, բայց են մի պիսիկի համար կեր էին լծրել, պիսո ջան, ոնց է սիրուն ես, լավ ես, չես մրսում, ապսոս պիգնանք պիսիկ չէ, եկ Աշոտ եկա, ես նկարում եմ, Աշոտը գնում կանգնում ինձ նայում, ասում քո տեմպերով որ գնանք, այսօր տեղ չենք հասնի, բա իմ ժողովուրդն էլ ուզում է կարոտել, ուզում է նայի Երևանը։ Ամերիկյան համալսարանը։ Համալսարանի առաջի շրջանավարտներից մեկն էլ մեր գյուղացի հրանն է ձեր դասարանը։ Հա, մեր հրանտը։ Այն ժամանակ շատ խելացի ազնվորություն է այստեղ ավարտել։ Իսկ թվում է միշտ խելացի մարդիկ ավարտեն։ Ինչպեսի ընտրություն ա գնան, ինչպեսի դասախոսներով համալրված, Հա, փոփոխ։ Դեսից շատ կային այն ժամանակ։ Ամերիկայից բանից էր գալիս, սե դասավանդում։ Դասավանդում էին, հա։ Հա։ Okay. Մենք ուղիղ շատ դժվար էր, բավականին։ հա, իրոք խելք էր պետք։ Հիմա էլա չէ տենց։ Պապու թոր զրուցելով գնում են։ Հիմա անցնելու ենք նախագահի նստավայրի դիմացով, այնա փողոցի են կողմում, այս իսկան աղավնիներ կան, կեր են գցել ուտում են, հա, կերեք չվախենակ մեզանից, նախագահի նստավայրը, գնանք առաջ, այստեղ էլ ես աչից ձախից մի քիչ ուղղակի նկարեմ, ես էլ մետրոյի կայարանը է այնտեղ, սիրու շենքա չէ նախագահի նստավայրը, 91 թվականին այս շենքը կենտրոնական ընտրական հանձնաժողովն էր։
Սուրիսան արտիկները Այստեղ են։ ջարգում են, բայց Հա։ ես իմ կողմից խախտումներ չկար, ստիպված ճանաչեցի։ Հա, Հետո հաշին զուգել մեր ձեր այդ վաղտում։ գնացինք առաջ։ Բայց ես հիշում եմ, այս պուրակ մի անգամ երեխեքին բերեցինք, Աշոտը, որ աշխատում էր դեպուտատ էր, շատ սիրուն պուրակ է, հիմա դե ձմեռ է, ձյան տակ է, այս լավ է, որ պահպանվել է։ Պապ ու թոռ սրուցելով առաջ գնում են, անջատեմ գնամ հասնեմ իրանց։ Հայաստանի գիտությունների ակադեմիայի շուտ Էս, այս։ Հիմա կմնացել է ինչ վաճառել են չգիտեմ։ Հա, այս կողմում էլ ազգային ժողովի շենքն է, չէ՞, Աշոտ։ Ազգային ժողովի շենքն է։ Այնտեղ ոստիկաններ կան կանգնած։ Ոստիկանները կարող է չթողնեն, չէ՞ նկարել, թե։ Հա։ Այդ երկար մի ժամանակ էլ Նիկոլովը դարա վարչապետ ստե բացել է ժողովուրդը գալիս մտնում։ Հա, այս է այգին է։ Այս է այգին։ Հա։ Դեկարցեն ուշացարել տա հոկտեմբերի 27-ի զոհվածներին, բայց ես չեմ տեսել։ Կներել մեզ։ Աշոտ այստեղ աշխատել է ժողովրդյան։ Մեզ բերեց իրահին աշխատավայրի կողմերը։ Հա, ես շփոթեցի փաստորեն, երեխեքին ոչ թե այն այգին էինք բերել, այ այստեղ։ Այս այգին էինք բերել։ Երբ որ Աշոտը պատգամավոր էր։ Գնացինք։ Չէ, չեմ մտել, ես չեմ եղել։ Սիրուն շենք է, չէ՞։ Հա։ Սիրուն է ասում։ Հա, բա ինչ է։ Ովքեր տեղանքին ծանոթ են գրեք ժողովուրդ ջան։ Աշոտը առաջ գնում է, ամեն ինչ չի, որ ինձ ասում է։ Ոստիկաններն էլ հսկում են, գնում գալիս են։ Որ մեր պատգամավորների անդորը հանկարծ որևէ մեկը չխախտի։ Էնա հետ եկավ։ Արի գնանք, չի երևում նորմալ, հա։ Արի գնանք լասմա, եկեք ասեմ։ Ասա, Աշոտ ջան, այս շենքը։ Չգիտեմ, որ երկրի դեսպանատունն է։ Դեսպան։ Չինաստանն է, որն այն ինչ է, կարմիր դրեմ ինչ է։ Հա, դրա դեսպանատունն է։ Այս տղիակ է, ինչ տուն այ մար։ Մարշալ Բաղրամյանի փողոց, շենքը նախագծել է ժողովրդական ճարտարապետ Կորյուն Հակոբյանը։ Բայց ինչ շենքա չգիտեմ, Աշոտն ասում է կարող է տունն է։ Այս Արթիկի քարն է։ Հա։ Այդ շատ սիրուն է, չէ՞։ Իսկ շենքը ինչ դեսպանատուն է։ Շենքը նախկինում եղել է Կորսոնոլի կենտրոնի շենքը։ Հա։ Քանի որ դեսպանատունն է չգիտեմ։ Դեսպանատունն է։ Իսկ այս կողքի շենքը ինչքան սիրուն շենք է։ Դա էլ արդ բանի հոկտեմբերյանի տուֆով։ Շատ սիրուն է։ Սիրուն շենքեր կան, բայց ես չգիտեմ ինչ շենքեր։ Այն մի կողմում Սահմանադրական դատարանի շենքն է։ Այնտեղ։ Ժողովուրդ ջան, հուսամ չեք ցանցրանում այսպես, ասում հետաքրքիր լինի կադրերը։ Ես էլ այսպես հաթաթված, ասում չմրցեմ, ինչ անեմ, չմրցացնեմ լնդերս։ Իսկ էլ քայլենք կհասնենք օպերա։
Շատ սիրուն շենք է, չէ՞, Սահմանադրական դատարանի շենքը։ Երկրաբանության թանգարան դեպի ձախ, Սիլվա Կապուտիկյանի տուն թանգարան դեպի ձախ, Բաղրամյան պողոտան շարունակվում է այսպես ուղիղ։ Շուտ առաջ է, որ հարցնեմ, այս Սահմանադրական դատարանի դիմացի շենքը ինչ շենք է։ Ահա, պալատա, ինչ տուն, այ մարդես, պալատա։ Ես ինչ ճարտարապետական փոքր։ Հա, ընտիր, գեղեցկություն, շատ սիրուն շենք է, սովետի ժամանակվա շենք է Աշոտն ասում է։ Ասեց ու գնաց, ես։ Գրողների միության տունը, այս ինչ էլ սիրուն շենքեր են, այստեղ ժողով, շատ սիրուն։ Մի հատ էլ այս կողմը նայենք։ Էսա գրողների միության շենքն է, ինչքան սիրուն շենք է, հələ նայեք ժողով։ Գեղեցկություն, էլի էի տեսել նախկինում, այնպես չի, որ չեմ տեսել, ուղղակի շատ, չգիտեմ քանի տասնամյակ չէի տեսել։ Նայեք, այստեղ մեր գրողները տաղանդավոր նստում ու գրում են, Հայաստանի գրողների միություն։ Չգերնացվալ է։ Իլյա Գևորգով 55-ն Այլ է, ապրել է, հա։ Ինչ սիրուն է այստեղ, շատ սիրուն է։ Պատկերացրեք այստեղ գարուն ամառ ինչքան սիրուն կլինի։ Մեքենան ինչ գովազդ է։ Հա։ Գիտեմ։ Երանկյունի ռեստորան։ Շատ սիրուն է այստեղ ժողովուրդ ջան։ Կասկադ ենք եկել։ Թամանյանի արձանը գնում ենք Կասկադ, չգիտեմ կբարձրանանք թե չէ, այդքան դժվար բարձրանանք այդքան։ Այս ձմեռով գնանք ընդ հա։ 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 Գնանք լե, քայլենք առաջ։ Այստեղ գալիս տուրիստները կանգնում նկարվում են։ Հա, այստեղ գիդա բերել է պատմում է այս տեղանքի մասին։ Գնացինք։ Տեսա։ Համերգները ստեղ են տալիս։ Հա, բայց այս գարուն ամառը շատ սիրուն կլինի։ Այստեղ էլ նայ բանում որ գնացինք Բրյուսել են մի կայարանի մոտ։ Այս կողմերում հա, ճիշտ է, ինչ-որ կլինիկա կար, գալիս էինք ահագին ժամանակակից կլինիկա էր, երևի քանի 15 տարի առաջ էին գալիս, թե ավելի շատ չեմ հիշում։
Բայց անունն էլ չեմ հիշում հիմա։ Բրուսելում էլ մի հատ տեղ կար, ինչ որ կայարանի մոտ, բայց այս կասկադը շատ ավելի սիրուն է, քան այնտեղ են էլ էր սիրուն, այնքանով որ այս ներքևը, այստեղ այգին շատ սիրուն այգի էր գործած, սարքած, այստեղ էլ էր շատ սիրուն, հենց կասկադը ինքը արդեն շատ սիրուն է, այս շենքը, այս աստիճանները կառույցը ավելի շուտ, ոչ թե շենքը, այս էլ է շատ սիրուն։ Ես այստեղ շատ վաղուց չեմ եղել, ժողովուրդ ջան, շատ վաղուց չեմ հիշում, քանի տարի առաջ եմ եղել, երևի 30 կամ ավել, այն էլ է սիրուն այնտեղ, էլ է հեռու գնացեք, մենք էլ նայենք, շնորհակալություն։ Ես ում արձանն է, ես չգիտեմ, եթե գիտեք գրեք, ես էլ իմանամ, ժողովուրդ ջան, ում արձանն է։ Ավելի առաջ գնանք, այստեղ տեսնում եք ինչ ձյուն անստած, որովհետև երեկ էլի ձյուն եկավ, բայց դե արդեն սկսում է հալվել, իսկում է Երևանում էտա փետրվարից սկսում է արդեն գարնան շունչը զգացվել։ Աշո, տես ում արձանն է, հա, ում արձանն է ես։ Բե պետք է որ մեկի արձանա սարքեն, հենց նենց ոչ են դրել ինչ-որ մի հատ արձան սարքել։ Կապիկի արձանա, մարդային։ Չգիտենք շորդ ում արձանն է։ Ժամանակ չեմ տեսել։ Դե նոր բան է որ։ Նոր է, չէ։ Ահա։ Գնացենք։ Այստեղ բան չկա, սվետաֆոր բան չկա։ Անցենք, անցենք։ Tengo un cosino en cara. Հետաքրքիր է, արձանները, նոր արձաններ են, ում արձաններն են, ինչ են, այս սրանք, այս սրանք։ Երևանի տեսարժան վայրերից մեկը կասկադը։ Վաններ ավելի շուտ, շատ վաններ են, որ հիմա անջատված են, իսկ հետաքրքիր այս արձանի իմաստը ինչ է, այս տկլոր ծոցյան ստեղ որ պարկել է, իմաստը որն է, չգիտեմ։ Հա? Ինչ է նշանակում, ինչ է մեզ սովորացնում, չգիտեմ։ Մստել է սիրուն շատ։ Գնամ սկզբից կարդամ, տեսեմ ինչ է գրած։ Կով եթե ձյունը չխանգար էլի, տարեր Երևան։ Չէ, չկարողացա կարդամ ժողովուրդ, ձյունը ծածկել է տեղ-տեղ, չկարողացա կարդամ ինչ է գրած։ Այս մի հատ ուրիշ ոճ է ժողովուրդ, այս արձանն էլ, Ենցոցիայի արձանն էլ, դրանք ինչ արձաններ են։ Հլինա ինչքան սիրուն է, չէ, շատ էստեղ շատ սիրուն է։
Շինարարությունն է վերևը, բայց ինչ շինարարությունն է վերևը։ Այսպես սարքում են երանորոկած։ Շատ սիրուն է։ Այս սիրուն աղջիկն էլ ստեղ կանգնած, էսում աղջիկն է, տեսնես։ Աղջիկ ջան, դու աղջիկն ես, շատ սիրուն ես դու։ Այն էլ են նոր դրել են արձանը որ կա։ Որը։ Այն Կիմ Չեն Ինի արձանն է։ Հա։ Հա։ Հյուսային Կորեայի առաջնորդն է անում։ Բայց ոնց Էն էլ դու ուղղակի որ դու ես նմանացնում, թե։ Բայց այդ արձանների ոճը հեչ դուրս չեկավ, ճիշտ ասած, մեր մեջ ասած։ Գնացինք։ Ահա, մի հատ էլ վայելենք ու գնանք օպերա, ժողովուրդ ջան։ Ես միշտ ասում եմ օպերա լսելու չէ, էլի օպերայի շենքի տարածք գնանք։ Հա, այս Աշոտը որոշեց, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի արձանն է։ Դե լավ թող այդպես լինի։ Եք այստեղ պատկերացրեք գարունը, կանաչ ինչքան սիրուն կլինի։ Գնաց։ Գրած է ինչ որ տեղեկատվություն կա։ Հա դե հիմա կիմանանք ուրեմն։ Սարաջ Գուհա, Մեծ Բրիտանիա 1966 թվականին է ծնվել, Այց քաղի ցածկ 2005, Լաքապատ երակցված պողպատ, Ջերարդ Գաֆեսյան հավաքածու։ Հա, այս բանին էր, հա, վերաբերում է, շատ սիրուն է, հա։ Բայց այն մեկը ինձ հետաքրքիր էր այս արձանի մասին կա տեղեկատվություն, հա ոնց որ այնտեղ գրված է, հələ գնանք նայենք։ Ինչ են ասում։ Ինչա գրել, էս ինչա, էս ով է։ Նայենք լը Ֆերնանդո, մի րոպե, բանը ընկնում է չի։ Պոտերո, ծնվել է 1932 թվականին Կոլումբիա, ծխող կին, հա, ծխող կնոջ արձանն է, բրոնզ մուգ շաքանակագույն պատինա, Ջերարդ Գաֆեսյան հավաքածու։ Հա, սպասեն ծխող կնոջ արձանն էր, բայց չգիտենք ինչի էր այդպես մերկ պարկել էլի, երևի ծովափին էր։ Հետաքրքիր այս մեկը ով է, այս։ Այստեղ էլ տեսնենք։ Այս ով է բա, չկա իրա մասին, մի րոպե տեսնենք, չկա դատ, կա ծովահեն, այս է այստեղ է Պիտեր Քոֆինը ծովահեն, այս էլ ծովահենի արձանն է փաստորեն, Կապիտան Ջեկի արձանն է։ Այդ էլ կապիտան Ջեկը, լավ, գնացինք։ Թեյնիկը շատ հավանեցի, շատ սիրուն է։ Այստեղ տուրիստներ շատ կան։ Պարսիկներ էին։ Հա, ճիշտ է, պարսկերեն էին խոսում։ Այստեղ Գաֆեսյան արվեստի կենտրոններ ու ներկայացված էին այդ հավաքածուն հենց այդտեղից էր ներկայացված։ Էլի ջուր ես խմում ես սառը ջուրը։ Սառը չի շավի։ Հա? Ես էլ եմ ծառա, բայց չեմ խմում։ Ձմեռը գալախը ջուրի ստակի։ Գնացինք։ Վիլյամ Սարոյանի արձանը, այստեղ է շատ եմ սիրում Վիլյամ Սարոյանի գրվածքները, շատ։ Փնտրիր բարին ամեն օր, տաղանդավոր գրող։
Ահա, տեսեք, մի քիչ որ բացվել է եղանակը, արդեն լրիվ ուրիշ ձև է, չէ՞ երևում։ Այն օրը որ եկանք, էլի ձեզ ցույց տվեցի։ Մռտնած, ձյուն, ձմեռ։ Հիմա իր ողջ շքեղությամբ բացվել է այստեղ երևում է։ Ժողովուրդ ջան, մեր շրջագայությունը ավարտվեց, ինձ հեչ հարմար չէր այսպես ծածկված, բայց ամեն դեպքում փորձեցի։ Հիմա տաքսի ենք կանչել, սպասում ենք, հեսա մի րոպեից կհասնի, տուն գնանք։ Հուսամ ձեզ դուր եկավ շրջագայությունը Երևանում։ Կգրեք մեկնաբանություններ, իմանամ տեղանքի մասին ու ձեր կարծիքները։ Ամեն դեպքում կհանդիպենք արդեն հաջորդ վլոգում։ Հաջողություն։